driving me insane. Աշխարհահռչակ Հուվերֆոնիկ բելգիական խումբն առաջին անգամ հանդես է եկել Հայաստանում երկու բացառիկ համերգով։ Մայիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Երեկոն անցկացվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սեդրիկ Մուրատին։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 7-ին տեղի է ունեցել Երգեր աշխարհի լեզուներով խորագրով համերգ։ Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգին կատարումներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու պետական կամերային նվագախումբը։ Համերգը ղեկավարել է Ռոբերտ Մլքեյանը։ Երեկոյի ընթացքում հնչել են երգեր տարբեր լեզուներով։ Երգերը ստեղծելիս կոմպոզիտորը ներշնչվել է տարբեր դարաշրջանների եւ ազգերի մեծ գրողների բանաստեղծություններից, որոնց թվում են Յոհան Գյոթեն, Էմիլ Նելիգանը։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է Զադիկ Զադիկյան վերադարձ ցուցադրության հանդիսավոր բացումը։ Այս ցուցադրության շրջանակում ներառված է ամերիկահայ արվեստագետի կոթողային աշխատանքներից մեկը՝ օտարները։ Այն խորհրդանշում է հայրենիք վերադառնալու երկար ուղին։ Զադիկ Զադիկյանը Հայաստանում իր առաջին ցուցադրությունը նվիրում է 2020 թվականին Արցախի պատերազմում զոհված զինվորների լուսավոր հիշատակին։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում նշվել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի հոբելյանական 60-ամյակը։ Համերգի ընթացքում հնչել են հիմնականում հայ կոմպոզիտորների գործեր՝ Արամ Խաչատրյան, Արնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ստեփան Ջրբաշյան։ Դպրոցի սաները կատարել են նաև Վիվալդիի, Վերդիի, Ռախմանինովի, Շտրաուսի գործերից։ Մայիսի 13-ին ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ նվիրված անվանի դաշնակահար պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին։ Սիրելի ուսուցչին իրենց համերգային կատարումները կնվիրեն դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանը եւ Սոնա Բարսեղյանը։ Նրանք հանդես կգան սոնետ դաշնամուրային դուետով։ Ծրագրում Գաբրիել Ֆորեի, Շուբերտի, Ֆրանսիս Պուլենկի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններն են։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը մայիսի 16-ին հրավիրում է դիտելու «Ինչպես չամուսնանալ» էքսցենտրիկ կատակերգությունը։ Միխայիլ Հայֆեցի գործը բեմադրել է Գոհար Փոքրիկյանը։ Տերերում են Լարիսա Ղևոնդյանը եւ Հասմիկ Մխիթարյանը։ Ներկայացման սկիզբը ժամը 20-ին։ Մայիսի 17-ին ժամը 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ նվիրված գերմանացի մեծ կոմպոզիտոր Հենդելի 340-ամյակին։ Կանոնահարուհի Բելլա Պապիկյանը առաջին մենահամերգը կունենա Երևանում։ Նա հանդես կգա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ։ Բելլա Պապիկյանը արտերկրում մեծ լսարան է ձեռք բերել ու հանրահռչակել է հայկական կանոնը։ Նրա ձայնագրությունները մեծ տարածում ունեն սոցիալական ցանցերում։ Համերգը տեղի կունենա մայիսի 17-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է միասին նշելու նվագախմբի հոբելյանական 100-ամյակը։ Մայիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում հանդես կգա դաշնակահարուհի Յուջա Վանգը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Յուջա Վանգը հայտնի է իր վիրտուոզ կատարումներով, արտիստիզմով եւ բեմական հմայքով։ Ծրագրում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆիևի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։